Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը իմը չէ, Բայդենինն է, ասում է Թրամփը։ Ըստ նրա, եթե 2020-ին ինքն ընտրվեր, պատերազմը չերելը սկսվի։ Սարսափելի աշխատանք են կատարել Բայդենն ու Զելենսկին թույլ տալով, որ պատերազմը սկսվի։ Նրանք կարող էին նաեւ դադարեցնել պատերազմը, բոլորն են մեղավոր։ Թրամփը նաեւ դժգոհել է, որ Զելենսկին ցանկանում է հրթիռներ գնել ԱՄՆ-ից։ Պատերազմ չեն սկսում քեզնից 20 անգամ մեծ մեկի դեմ, հետո հույս ունենում, որ մարդիկ հրթիռներ կտան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական ուժերը 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի եւ Օրիոլի շրջանները։ Կուրսկում ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ եւ զոհեր։ Սումիում ռուսական հարվածների հետևանքով էլ տուժածների թիվը հասել է 129-ի, այդ թվում 17 երեխա, զոհերի թիվը 35 է։ Ռուսաստանը դրական է գնահատում Մոսկվայի եւ Կիևի միջև կարգավորման հարցի շուրջ նահանգների հետ շփումները, սակայն դեռևս ժամկետներ չկան, թե երբ ակնկալել կոնկրետ առաջարկներ։ Դեռևս որևէ համաձայնագրի հստակ ուրվագծեր չկան, բայց կա քաղաքական կամք այս համաձայնագրին հասնելու համար։ Կրեմլի խոսնակի հայտարարությունն է։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում մենք ոչ չափից ավելի լավատես ենք, ոչ էլ չափից ավելի հոռետես, մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը։ Նրա խոսքով սկզբնական փուլում բանակցությունների մեջ մտնելու որոշումը լավ արդյունք է տվել, բայց անգամ դրանից հետո հարկավոր է շատ ուշադիր լինել, որովհետև թե մեր, թե հակառակ կողմի կարմիր գծերը շատ հստակ են։